Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս շաբաթավերջին հայ ժողովուրդը իմար Հայաստան եւ իսպյուս աշխարհի պիտի ոգեգոճի հայոց ցեղասպանության 111-րդ տարեթարցը սուրբ պատարագով, տասախոսություններով ու քայլաշարներով, անգամ եւս հրաբարային գերբով բարձրացնելով իր ցայնը հանուն արդարության եւ բահանջադիրության։ Անցյալ շաբաթ հարցազրույց ունենալով եվրոպական հերադեսիլի մգայանեն, այսօր ուզեմ ձեր հետ բաժնել միայն երկու հարց պատասխաններ, վստահանալով, որ մեր ժողովրդի զավակներուն ալգեդակրկրե։ Առաջին հարցումը այն է, թե քրիստոնեական նեորամդության բրիսմագեն թիտված, որքան հաշտ է արդարություն ու ցեղասպանության ճանաչում բահանջելը։ Պատասխանս հետևյալն է. կհավատամ, թե Աստվածաշունչը հստակ լուծում կհայթայթե այս երկրնքին ուղղությամբ, զորգգական Ղուկասու ավետարանի մեջ։ Երբ Զաքրիոս Մաքսավորը իր տունը գհյունգալ է Քրիստոս, հետևյալ հայտարարությունը կնե. որևէ մեկը եթե անիրաված եմ, քարաբադիկ պիտի հարուցանեմ։ Հետևում այս խոսքին Հիսուս կսե. այսօր այս տունը փրկվեցավ, քանի այս մարդն Աբրահամի զավակն է։ Զաքրիոս անկեղծորեն զղջալով անցյալի իր գադած սխալները, կխոստովանի զանոնք, կհեղաշրջի իր կյանքը եւ պատրաստ կլահարություն ունել բոլոր անոնց, որոնց հանդեպ անիրավ գտնված է։ Իր սխալներուն ճանաչումով եւ հատուցմամբ աններուն գտնելով նոր կյանք կսկսի որպես Աբրահամի զավակ։ Սուրբ Քրիստոսի մեջ շատ հստակ կտեսնենք, թե նորամդություն եւ սխալի ճանաչումն ու հատուցումը երբեք զիրակ չեն շղթել, այլ կամ փոխչացնեն։ Հայ ժողովուրդ ամեն համբերությամբ կսպասե թուրքո իշխանությունեն այն խիզախությունը, որ խոստովանին իրենց հայրեու կործած ցեղասպանությունը եւ ակտար հատուցումն են, որոնք հետևի ներողությունը։ Ափսոս, մինչեւ որ անոնք նման բան չեն միտած անել, ավելին, ոչ միայն որ պատասխանատվություն չեն ստացնել, այլ շարունակապար պատմությունը կխելացյուրեն։ Երկրորդ հարցումը այն է, թե երիտասարդությունը ինչ պետք է քաղե անցյալի պատահած այս ցեղասպանություններին։ Ինքնության գիտակցություն, թիմատողականություն, երկխոսություն, թե ակնամուտություն։ Պատասխանս եղավ բոլորն կարևոր հաստատումներ են, որոնց մեջ են գուզեմ առանձնացնել երկխոսությունը։ Որտեղ կհավատամ, թե ամենն աստուծոյցն է անհատներու, թե ասկերու միջև թրական հարաբերություն մշակելու։ Ինչպես որ մեդալը երկու երեսներ ունի, նմանապես երկխոսությամբ նույն հարցը միոգողմանի չի դիտվի, որով ավելի ամբողջական եւ արագայական կլա։ Զիրակ մեղադրելու փոքրությունն հերու երկխոսությունը հասարակած հայտարար կստեղծե բաժնեկցելու փոխադարձ մտահոգությունները եւ սերբազատելու սխալ հասկացողությունները, հարթելով խաղաղության, համագործակցության եւ փառքավաճումի ճանապարհը։ Ցանկալի է, որ օրը եւ անցյալը արդար եւ փառյալես ընդունելի լուծում գտնե զույգ ասկերու երիտասարդները, ով որ հանդիպին իրարու, փոխանակ ճշտամանքի, փոխադարձ հասկացողությամբ եւ հաշտ կերպով զիրար ողջունել։ Մինչ այդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափար չարչարանքի եւ հարության հավատքով ու հույսով մեր թիմատողականությունը զորացնելով քալենք քողկոթայի խաչը գրողին հետ միշտ նայելով արդարության ու փառության քերակույն հաղթանակի դեսիլքով։